Մասնագիտությամբ բժշկուհի Կարինե Ղուկասյանը զգալով, որ Վանաձորում մեծ է կաթնամթերքի պահանջարկը, դեռևս 1991 թվականին հիմնադրեց Նայինե կաթնաթթվային մթերքի թողարկման արտադրամասը։ Պահանջարկի մեծանալուն զուգընթաց մեծացավ նաև տեսականին։ Արտադրամասը կաթնաթթվային մթերքներից բացի արտադրում է նաև յոգուրտներ, թանկ, կարագ պանիր եւ այլն։ Կաթնամթերքը վաճառվում է դեղատներում, գրավել է Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի շուկան։ Արտադրամասն իր գործունեության ընթացքում բազմաթիվ խնդիրների է բախվել, սակայն թե պանդեմիայի եւ թե 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը։ Չնայած կողքի ամեն մի դժվարությանը, ֆիզիկապես, հոգեպես, բայց աշխատեցինք, շատ կարևոր էր աշխատանք ունենալը։ Հիմնարկներից որոշները սկսեցին COVID-ի հետ կապված փակվել, հետո բացվել, աշխատեցինք խնդիրները հարթ տանել, բայց չենք փակվել ընդհանրապես։ Կարինե Ղուկասյանը ցանկանում է մեծացնել արտադրամասը, ունենալ ավելի լայն տեսականի, բայց առայժմ մտավախություններ ունի տեսլականի հետ կապված։ Ես կուզենայի ներդրումներ կատարել եւ արտադրամասը արդեն 19-20 թվականից ուզում եմ մեծացնեմ։ Շուկայում ունենք պահանջարկ։ Սակայն ճիշտ է, նախկին տարիները COVID-ը եւ պատերազմներ, որ խանգարեցին, բայց նույնիսկ հիմա եթե ես մտածում եմ, ես չեմ տեսնում հաջորդող տարի ինչ կարող է լինել։ Դրա համար կարելի ասել ձեռնպահ ենք մնում ինչ որ ներդրում կատարելու։ Գործարանը հիմնել է նաև սեփական անասնապահական ֆերման, սեփական հումք ունենալու համար։ Թեպետ եւ կաթնամթերքի արտադրման հիմնական հումքը Հայաստանից է, բայց գործարանն օգտագործում է նաև ներկրվող պարագաներ, այդ թվում արտերկրից ներմուծվող տարաներ, կաթի փոշիներ եւ մերաններ։ Երբևիցե ես չեմ մտածել, որ գնամ հումքը բերեմ հենց Թուրքիայից, որովհետեւ մենք ունենք նաև այլ ընտրանքներ, Ռուսաստան ունենք, Պարսկաստան ունենք, թե ինչ որ բանից մենք օգտվելու ենք ժամանակավոր, հետո նորից չի լինելու, նորից բարդություն, նորից մի 5 տարի հետ ենք ընկնելու, ավելի լավ է մենք ունենանք դրա այլ ընտրանքը, որը մեզ կտանի կայուն զարգացման։ Գործարար Կարինե Ղուկասյանը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ոլորտում պետք է ստեղծել սեփականը, պետք է մտածել սեփական հումք արտադրելու եւ արտադրանքի պահանջարկը մեծացնելու մասին։ Այստեղ արդեն կառավարությունը լուրջ քայլեր ունի անելու, ասում է նա։ Եվ ամեն րոպե կարող է ոչ թե COVID-ը լինել, այլ ուրիշ բան։ Արդյոք մենք հնարավորություն չունենք արտադրել այն, որ փակ վիճակում մենք կարողանանք մեր սպառողներին տալ այն ամեն ինչը, որ կունենանք։ Այլ հարկավոր է այդ կարգի մտածողությամբ արդեն առաջ գնալ։ Պետությունը տեղ ունի անելիք եւ մտածելու, ինչ անի։ Ինչ անի, ոչ թե դրսից ինչ որ բերի, ներկրի, ուրիշների հումքը, այլ մեր երկրում հենց զարգացնի այդ ոլորտը։ Վանաձորցիների կարծիքներն էլ հայ-թուրքական հարաբերությունների առումով տարբեր են։ Չի կարելի դարեր շարունակ թշնամու հետ ընկերություն անել, բարեկամություն անել։ Դա ահա որ բան է։ Կկործանվի մեր ժողովուրդը։ Մենք ապակա չենք ունենա։ Իրենց լվասկի փոշին, իրանք օճառը, իրանք ոսկին անգամ մեզ պետք չի։ Բարեկամությունը պետք է, բայց ոնց ասած, շանրեց են գերացի փեծը ձեռդ պար։ Մեզ պետք չի թուրքը։ Ես չեմ կարող կողմնելեմ դրան։ Մենք պետք է համ զենք առնենք, համ հումքերի տերություն անենք։ Մեդիակում քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպություն։